Պարոն Վարդևանյան, օրինակ ինչպես է գնահատում դատական համակարգի անկախությունը, ինքնուրույնությունը վերջին 8 տարիներին եւ դրանից առաջ, նաեւ խնդրեմ ձեր խոսքում անդրադառնալ, քանի որ վաղուց է ինչ զբաղվում եք փաստաբանությամբ եւ հայտնի անձանց պաշտպանությամբ, ովքեր քաղաքական գործունեություն են ծավալել, օրինակ ինչպես է գնահատում իրավիճակը նաեւ քաղաքական բանտարկյալների թվի աճի կամ նվազման մասով 18 թվականից այս կողմ եւ հետ։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Դատական համակարգի վերաբերյալ գնահատականս կլինի հետևյալը։ Հայաստանի Հանրապետության դատական իշխանությունը ունեցել է խնդիրներ մինչև 2018 թվականը, 2018 թվականին հաջորդող ժամանակահատվածում ևս։ 2018 թվականին հաջորդող ժամանակահատվածում, շատ անկեղծ կասեմ, եղել է մի ժամանակահատված, երբ պետք է քաղաքական կամքը կամ ամրագրվեր, որ Հայաստանի Հանրապետությունում այլևս դատական իշխանությունը լինելու է անկախ կամ ոչ։ Արդյոք այդ կամքը իրացվեց, թե ոչ, չիրացվեց։ Դատական համակարգում կան խնդիրներ բազմաթիվ։ Ես անկեղծորեն եմ ասում, իմ կողմից ամենաքաղաքական կամքի տեսանկյունից այս իշխանությունների անընկալելի երևույթը տեղի էր ունեցել, եթե չեմ սխալվում, 2021-22 թվականին, երբ Երևան քաղաքի ընդհանրավարության քրեական դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը նշանակվեց Երևան քաղաքի ընդհանրավարության քրեական դատարանի նախագահ։ Ոչ թե կարգապահական վարույթ հարուցվեց, ոչ թե կարգապահական ներգործություն իրականացվեց, ինչպես օրինակ բազմաթիվ դատավորների լիազորություններ դադարեցվել են, բազմաթիվ։ Մնացական Մարտիրոսյանը պաշտոնի բարձրացում ունեցավ։ Սա, գիտեք, կարծում եմ շատ լավ բնութագրող էր, թե ի վերջո քաղաքացիական պայմանագիրը ինչ տեսլական ունի դատական իշխանության վերաբերյալ։ Ես իհարկե կրկին եմ ասում, սա բացառիկ նաև իրավունքի հոգեբանության կոնտեքստը, երբ փորձես բացահայտել, իմ համար անբացատրելի է քաղաքական կամքի տեսանկյունից։ Կիրառական տեսանկյունից բացատրելի է, որովհետև պատկերացնում եք, չէ, այն հոգեբանական անկախության դեֆիցիտը, որը ունեցել է Մնացական Մարտիրոսյանը, երբ օրինակ ինքը գիտակցում է, որ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացնողը ինքն է, օրինակ պարոն Սասուն Միքայելյանի նկատմամբ դատավճիռ կայացրած, կալանքի տակ պահած անձը ինքն է, եւ հիմա իշխանություն է փոխվել եւ իրեն պաշտոնի բարձրացում են տալիս։ Ստեղ եմ որ ասում են աչքով տալ պետք չի, սաղ պարզ է։ Արձագանք։ Շնորհակալություն, պարոն Վարդևանյան, այ ձեր նկարագրած իրավիճակը ինչի հետ եք կապում, ինչի հետ եք պայմանավորում, նաեւ իմ հարցի մի մասը կարծեք անպատասխան մնաց, խնդրեմ անդրադարձեք քաղաքական բանտարկյալների աճի կամ նվազման վերաբերյալ ձեր դիտարկումներին 18 թվականից այս կողմ եւ հետ։ Շնորհակալություն։ Հետևյալը կասեմ, հանրային հնչեղություն ունեցող դեպքերով քաղաքական բանտարկյալների թվի տեսանկյունից իսկապես աննախադեպ է այս ժամանակահատվածը, եւ կարծում եմ դրանք կարող ենք նույնիսկ հետևյալը առաջարկեմ, թուղթ ու գրիչով բոլոր դեպքերով առանձին խոսենք։ Անկեղծորեն եմ ասում, թուղթ ու գրիչով։ Եթե կկարողանան այն գործերը, որոնք ես կվկայակոչեմ, որտեղ կալանքը եղել է բացառապես քաղաքական նպատակով, ինձ ապացուցեն հակառակը, այսինքն գրիչով ջնջենք։ Բայց եթե չկարողացան հակառակը ապացուցել, առնվազն եկեք մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցը հստակ ֆիքսենք։ Քաղաքական բանտարկյալներ շատ կան։ Քաղաքական բանտարկյալների տեսանկյունից ես էլի եմ վկայակոչում Ռուբեն Մխիթարյանի, Դավիթ Ղազինյանի դեպքն է։ Իդեպ Դավիթ Ղազինյանը վերջերս է ազատ արձակվել, որովհետև վերջինիս նկատմամբ կալանք էր կիրառված ակնհայտ ապօրինի կերպով։ Բայց ինչ էին ասում։ Որ պատկերացնեք, ներողություն եմ խնդրում 30 վայրկյան ավել պատասխանեմ։ Ասում էին Դավիթ Ղազինյանը, եթե չկալանավորվի, նայեք, քննիչը, դատախազը, դատավորը, եթե չկալանավորվի,
Առավոտից գիշեր պետքա խոչընդոտի բոլորին, սենց տապալի նախաքնությունը, հետո դատաքնությունը, մի խայտառակ վիճակ։ Տենում եք, չէ, Դավիթ Ղազիմյան։ Ավարտեք, պարոն Վարդևանյան։ Այստեղ է խնդիրը։